Գրիգոր Լիլուաշվիլիի շրջապատից Անդրիա Լիլուաշվիլին ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտ օրինականացնելու փաստի հիման վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազությունը։ Դատախազության տվյալներով Անդրիա Լիլուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով, որը նախատեսում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը հարցաքննել է նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեի խոսքով նախկին վարչապետը լիովին համագործակցել է քննության հետ եւ խոստովանել, որ տարիների ընթացքում ապօրինի եկամուտ է ստացել։ Իրակլի Ղարիբաշվիլիի փաստաբան Լիլի Գելաշվին մեկնաբանել է հարցը, խոսելով կոնկրետ մանրամասների մասին։ Նա ասել է, որ նախկին վարչապետը քննչական գործակալության կողմից հարցաքննվել է որպես վկա։ Նրա խոսքով Իրակլի Ղարիբաշվիլին ու նրա իրավապաշտպաններն առաջիկա օրերին կանեն հայտարարություն։ Ինչ վերաբերում է Իրակլի Ղարիբաշվիլիի տնից արգրաված իրերի վերաբերյալ հարցին, փաստաբանը նշել է, որ նախկին վարչապետի տնից ոսկե իրեր չեն արգրավել։ Քաղաքային դատարանը Գրիգոր Լիլուաշվիլիի հետ կապ ունեցող Կոբա Խունդաձեի նկատմամբ սահմանել է նախնական կալանք։ Հետաքննության տվյալներով Խունդաձեի տան խուզարկության ժամանակ արգրավվել է տարբեր չափերի կանխիկ գումար պարունակող 94 ծրար, ընդհանուր 1,319,300 ԱՄՆ չափով։ Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի ապօրինի եկամուտների օրինականացման համար, ինչը նախատեսում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Բացահայտվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների անօրինական ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև Վրաստան անօրինական ներմուծման ու Վրաստանից անօրինական արտահանման փաստ։ Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ փոխնախարարի խոսքով հայտնի է դարձել, որ ոստիկանական գործողության արդյունքում արգրավել է 250 կիլոգրամ հերոին, որի արժեքը սև շուկայում հասնում է 80 միլիոն լարի։ Ձերբակալվել է Վրաստանի 2 քաղաքացի։ Ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնում, նորարարական ապրանքների ներդրում և ֆինանսական տեխնոլոգիաների զարգացում։ Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովը շարունակվում է։ Միջոցառումն ընթանում է Թբիլիսիի օպերայի ու բալետի պետական թատրոնում։ Միջոցառման բացմանը խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը, տնտեսության և կայուն զարգացման նախարարն ու ազգային բանկի նախագահը։ Գագաթնաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերի առաջին դեմքեր և ֆինանսական ոլորտի ղեկավարներ, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ։ Վրացական երազանքը սահմանադրական հայց կներկայացնի դատարան ոչ ուշ քան երկուշաբթի օրը, պահանջելով արգելել ազգային շարժումը և դրան կից կուսակցությունները։ Ընդդիմությունը սուր քննադատության է ենթարկում հայցը։ Ազգային շարժումից նշում են, որ դա ընդդիմությունն իրավական միջոցներով ոչնչացնելու փորձ է։ Այդ իսկ պատճառով հայցում կկիրառվեն իրավական մեխանիզմներ։ Իսկ իշխող կուսակցությունից հայտարարում են, որ պետք է արգելվեն այն քաղաքական ուժերը, որոնց օրակարգը որոշվում է երկրի դիվերսիայով։ Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնության անդամները հայցը մշակել են քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Վրացական երազանքի սահմանադրական հայցում հավանաբար կհայտնվի մոտ 10 կուսակցություն։ Գերմանիայի համար այլընտրանք կուսակցությունը Գերմանիայի կառավարությանը հարցեր է հղում Վրաստանից խորհրդակցությունների համար կանչված Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի գործունեության վերաբերյալ, Վրաստանում հասարակական կազմակերպություններին աջակցելու վերաբերյալ։ Նշվածի մասին հրապարակում է արվել Բունդեսթագի կայքեջում։ Խոսքը վերաբերում է Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորող կազմակերպություններին ու դեսպան Պետեր Ֆիշերի գործունեությանը։ Կուսակցության անդամները նաև հետաքրքրված են, թե որ հասարակական կազմակերպություններն այն մոտ կառավարությանը և որոնք ընդդիմությանը, որքանով է Գերմանիայի դեսպանատունն ու Գերմանիայի դեսպանը մասնակցում այդ համագործակցությանը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը սոցիալական էջում անդրադարձել է Մզիա Ամաղլոբելին և Անդրեյ Պոչոբուտին Սախարովի մրցանակի շնորհմանը։ Եվրախորհրդարանի կողմից Մզիա Ամաղլոբելին ու Անդրեյ Պոչոբուտին խոսքի ազատության համար Սախարովի մրցանակի շնորհումը հզոր ազդանշան է բոլոր այն լրագրողների համար, ովքեր աշխարհի տարբեր երկրներում բանտարկված են ճշմարտությունն անվախորեն ասելու համար։ Մենք պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակել։ Նշված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը։
Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է հավաքների եւ ցույցերի անցկացման կանոնները խախտելու համար կալանավորված անձանց վարչական գործերի քննությունները։ Գործը վերաբերում է 30 անձի։ Դատարանն արդեն քննել է Լիա Մուշկուդյանի եւ ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի գործերը։ Երկուսն էլ ճանաչվել են իրավախախտողներ ու դատապարտվել տարբեր ժամկետներով ազատազրկման։ Այսօր նախատեսված է նաեւ մյուս կալանավորվածների դատավարությունները։ Հիշեցնենք, որ 3 իրավապահ մարմինների աշխատակիցները խորհրդանի շենքի դիմացից ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են ենթարկվել ոստիկանության ճանապարհը բացելու պահանջին։ Ավելի վաղ փոքր բախում էր տեղի ունեցել հանրահավաքի մի քանի մասնակիցների եւ վարորդների միջև։ Մի քանի մարդ խոչընդոտում էր մեքենաների տեղաշարժն ու հանրահավաքի մասնակիցներից մեկը, որը բարձրացել էր պարագային ոստիկանության մեքենայի վրա, ձերբակալվել է ոստիկանության կողմից խուլիգանության մեղադրանքով։ Շտապակցության մեքենան հանրահավաքի մասնակիցներից մեկին տեղափոխել է կլինիկա, որն իրեն պատասխացել բախման ժամանակ։ Դեպքերից կարճ ժամանակ անց ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել կալանավորվածների մասին։ Գերատեսչության տվյալներով հանրահավաքի մոտ 20 մասնակից ձերբակալել է վարչական կարգով։ Նրանց թվում է նաև Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիկա Բասիլայա Շավգոլիձեն։ Թբիլիսիի գլխավոր պողոտան հանրահավաքի սկզբում փակվել է 20 րոպեով, որից հետո մայրուղին բացվել է սովորական ռեժիմով։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարում է տրամվայի գծի նախագծման եւ կառուցման մրցույթ։ Տրամվայի գիծը Դիղոմին կկապի Դավիթ Աղմաշենը Բելիներ-Փանցքով ու Դիղոմի իմաստով դիտում է մետրոկայարանի հարակից տարածքին։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետը խոսել է կառավարության այսօրվա նիստում։ Կախակալաձեի խոսքով տրամվայի գծի կառուցման նպատակը Դիղոմի բնակչության համար մետրոյի հասանելիությունն է, որի արդյունքում դեպի քաղաքի կենտրոն տեղաշարժը կդառնա ավելի արագ եւ հարմարավետ։